Ողջույն հարգելի հեռուստադիտողներ եւ սոցիալական հարթակների մեր հետևորդներ։ Եթերում առողջարարն է։ Սա առողջապահական հարթակ է, որտեղ մենք մասնագետների հետ քննարկում ենք ամենատարբեր խնդիրներ, հիվանդություններ, ձեզ ենք ներկայացնում դրան վերաբերող բուժական եւ վիրահատական մեթոդները, որոնք կիրառվում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունների ղեկավար Արտյոմ Դանիելյանն է եւ մենք զրուցում ենք աղեստամոքսային տրակտի խնդիրների հետազոտությունների մասին։ Դեռևս բոլոր ժամանակների պահանջված կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա։ Բարև ձեզ, բժիշկ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա։ Տարանջատենք, հերթով սկսենք։ Ինչ է իրենց ներկայացնում գաստրոսկոպիան, երբ է արվում, որ հիվանդությունների դեպքում, ինչ ենք մենք դրանով տեսնում, արդյունավետությունը, ինֆորմատիվությունը։ Գաստրոսկոպիան դա էնդոսկոպիկ հետազոտություն է, որի ժամանակ բժիշկը հնարավորություն ունի ճկուն հատուկ այդ նպատակի համար նախատեսված էնդոսկոպի միջոցով հետազոտել աղեստամոքսային տրակտի վերին հատվածները, այսինքն կերակրափող, ստամոք, 12 մատնի աղիք։ Այսինքն հնարավորություն ունենք աչքով տեսնել լորձաթաղանթի վիճակը, ընդ որում ժամանակակից տեսահամակարգերը հնարավորություն են տալիս լորձաթաղանթը տեսնել մի քանի անգամ ավելի խոշորացված եւ բարձր հստակությամբ պատկերով։ Այսինքն անգամ փոքր թեթև փոքրիկ փոփոխությունները հնարավոր է նկատել։ Հետազոտությունը կատարվում է բնականաբար որոշակի գանգատների պայմաններում, մասնավորապես օրինակ այրոցներ, ստամոքսի պրոյեկցիայով ցավեր, գալման ակտի խանգարման դեպքում, արյունահոսության նշանների դեպքում, ասենք փսման մասայի մեջ տեսնեն արյուն կամ ասենք սրճանման զանգված, կղանքում հայտնաբերվի արյուն թաքնված կամ ասենք հիվանդը ինքը նկատի սև ջութանման կղանք։ Բոլոր այդ ախտանշանների դեպքում ցուցված է գաստրոսկոպիկ հետազոտություն։ Ինչ խնդիրներ են ավելի շատ հետազոտությունը բացահայտում, մարդիկ ինչ գանգատներով են դիմում եւ ինչ խնդիրներ է հետազոտության արդյունքում երևում։ Դե գաստրոսկոպիան հնարավորություն է տալիս ինչպես ասեցի, հայտնաբերել լորձաթաղանթի փոփոխությունները։ Դրանք իհարկե շատ բազմազան են, մակերեսային բորբոքումներից սկսած, ընդհուպ մինչև խոցեր, պոլիպներ եւ բնականաբար ուռուցքային պրոցեսներ։ Բոլոր այդ հիվանդությունները հայտնաբերելու պարագայում արդեն հնարավոր է լինում նշանակել համապատասխան բուժումներ։ Ցուցումներ կան պատրաստվելու գաստրոսկոպիայի համար։ Գաստրոսկոպիայի համար բավական է հետազոտման օրը նախորդող երեկոյան ժամը 8-ից հետո ոչինչ չուտել, հեղուկներ կարելի է դեռ խմել, իսկ հետազոտման օրը բնականաբար պետք է բժշկի մոտ ներկայանալ անոթի, առանց որևիցե բան ուտել եւ խմել։ Դա կատարվում է գիտակից վիճակում, թե ազգայացում է պահանջում։ Ճիշտն ասած, մեր բժշկական կլինիկայում Սուրբ Գրիգոր Լուսավորիչում մենք մեծամասամբ կատարում ենք հետազոտությունները ներերեկային անցկայացմամբ։ Չնայած հնարավոր է նաև որոշակի, ասենք, ռիսկերի դեպքում կամ հակացությունների դեպքում էնդոսկոպիան կատարել նաև առանց անցկայացման։ Գաստրոսկոպիան ինքը ցավոտ հետազոտություն չի, բայց կարող է որոշակի տհաճություններ, մասնավորապես քանի որ էնդոսկոպը հպվում է լեզվար մատի հետ, հնարավոր է փսման ռեֆլեքսներ լինի։ Չնայած դա պակասեցնելու նպատակով նաև օգտագործում ենք տեղային անցկայացնող նյութեր։ Իսկ լինում են դեպքեր, երբ օրինակ հենց գաստրոսկոպիա կատարելու ընթացքում նաև գաստրոսկոպիան արվի ոչ թե որպես հետազոտություն, այլ հենց բուժական ինչ-որ միջոց։ Ճիշտն ասած, գաստրոսկոպիան, ընդհանրապես էնդոսկոպիան, ժամանակակից էնդոսկոպիան երևի թե սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ավելի շատ միջամտությունների մասին է, քան ախտորոշման զուտ, եւ կոլոնոսկոպիայի դեպքում եւ գաստրոսկոպիայի դեպքում։ Հնարավոր է բազմաթիվ բավականին լայն սպեկտր միջամտություններ կատարել։ Մի քանիսը թվարկեմ, օրինակ նմուշարում կատարել, եթե որևիցե մի ախտաբանական պրոցես ենք նկատել։ Կարելի է արյունահոսություններ, տարբեր տեսակի արյունահոսություններ դադարեցնել, ասենք խոցային արյունահոսություններ, ընդ որում տարբեր մեթոդներով կարելի է դա կատարել։
կոագուլյացիան մեթոդից սկսած, ինյեկցիոն մեթոդ եւ ասենք գրիպավորում օրինակ։ Հնարավոր է պրոֆիլակտիկ հետագայում ասենք ռիսկերը արյունահոսության նվազեցնելու նպատակով կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում կատարել։ Որոշակի գոյացություններ լորձաթաղանթի հնարավոր է հեռացնել էնդոսկոպիկ եղանակով։ Կարելի է ասենք տարբեր տեսակի պրոցեսների հետևանք որպես ասենք ուռուցքային պրոցես լինի, սպիական պրոցեսներ լինեն, աղեքստամոքսային տրակտի ուղիների որոշակի հատվածներում ասենք նեղացումները հնարավոր է ստենտավորել կամ ասենք բալոնային դիլատացիա կատարել, որպեսզի սնունդը հնարավորություն ստանա անցնել։ Կլման ակտի խանգարումների դեպքում օրինակ ծանր ասենք սոմատիկ հիվանդների մոտ կամ կոմատոզ վիճակներում, երբ հիվանդը չի կարող ինքնուրույն սնվել, մենք կարող ենք նույնիսկ տեղադրել էնդոսկոպիկ եղանակով գաստրոստոմաներ։ Եվ էլի բազմաթիվ այլ բավական մեծ սպեկտր է իրենց ներկայացնում, մինչդեռ մեզ մոտ պատկերացումը, որ ինքը միայն զույգ ախտորոշիչ նպատակ ունի։ Դրա համար էլ հենց նշեցի, որ դա ավելի շուտ ներկա ժամանակակից արդի էնդոսկոպն ավելի շատ միջամտությունների մասին է։ Իսկ կան հակացություններ, թեկուզ տարիքով պայմանավորված, ում չի կարելի անել։ Որպես այդպիսին գաստրոսկոպիկ հետազոտություն չունի հակացություն, բացարձակ հակացություն կարելի է համարել զուտ մեխանիկական արգելքները, որոնք թույլ չեն տա, որ էնդոսկոպը անցնի ուղղակի այդ ուղիներով։ Ուրիշ այլ երեխաներն էլ կարող են անցնել։ Իհարկե կարելի է նաև երեխաներին։ Կոլոնոսկոպիան ինչ է իրենից ներկայացնում։ Կոլոնոսկոպիան էնդոսկոպիայի մյուս բաժինն է, որը նույնպես ենթադրում է ճկուն էնդոսկոպի միջոցով։ Այս դեպքում արդեն հետազոտում ենք ամբողջ խթաղին իր բոլոր բաժիններով ընդհուպ միջև զստաղու վերջնահատվածը հնարավորություն կա դիտել։ Իհարկե նախապես հիվանդը դիմում է բժշկին, բացատրում ենք, թե ինչպես պետք է նախապատրաստվել, ի տարբերություն գաստրոսկոպիայի դեպքում, այո, տվյալ դեպքում արդեն բժիշկը նշանակում է որոշակի դեղորայք, որոշակի դիետա, առաջ հետազոտմանը նախորդող 2-3 օրերի ընթացքում հիվանդը խմում է նաև հիպերոսմոլար հատուկ այդ նպատակի համար հեղուկ եւ արդեն պատրաստի աղիքը մաքուր վիճակում ներկայանում է հետազոտման օրը։ Իսկ դրանով մենք ինչ ենք տեսնում եւ դրա հետ կապված ինչ խնդիրներ են երբեմն բացահայտվում։ Եվ արդյոք ներողություն եմ խնդրում, կոլոնոսկոպիայի ժամանակ էլ կարող ենք այն կիրառել բուժական նպատակով եւ ոչ միայն ախտորոշիչ։ Այո, կոլոնոսկոպիան լինելով հենց էնդոսկոպիայի մի բաժինը, ենթադրում է, որ այո, հնարավոր է բացի ախտորոշիչ նպատակով հետազոտության կատարումը նաև կատարել որոշակի միջամտություններ։ Մասնավորապես պոլիպների օրինակ հայտնաբերումը։ Իսկ դա ինչով է կարևոր է նրանով, որ կոլորեկտալ քաղցկեղները մոտարապես 90-95% դեպքերում առաջանում են հենց պոլիպներից։ Նշանակում է, եթե մենք վաղ ժամանակում կամ հենց պոլիպների մակարդակում հայտնաբերում ենք այդ գոյացությունները, կարելի է հեռացնել եւ կանխարգելել հետագա հնարավոր ուռուցքի գոյացումը։ Այսինքն ձեզ ճիշտ եմ հասկանում, եթե կա աղիքում պոլիպ, ապա ինքը ամենայն հավանականությամբ ապագա քաղցկեղն է։ Այո։ Դրա համար կարելի է համարել դա որպես ոսկե կանոն, որ եթե հայտնաբերել ենք կա պոլիպ, պետք է մտածել դա հեռացնելու մասին, ինչը կարելի անել հենց հետազոտության ընթացքում։ Իսկ շատ են դեպքերը, երբ հենց հետազոտության պահին հայտնաբերվում են, անմիջապես հեռացնում այդ։ Այո, իհարկե, բազմաթիվ։ Դա ինչպես է տեղի ունենում, նախապես պացիենտը համաձայնություն է տալիս, թե բնականաբար նախապես հիվանդին բուժառուին բացատրում ենք, որ կոլոնոսկոպիայի ընթացքում հնարավոր է հայտնաբերվեն նման գոյացություններ, բացատրում ենք հնարավոր հետագա բարդությունները պոլիպներից եւ եթե հիվանդը տալիս է իր համաձայնությունը, արդեն կատարվում է նաեւ։ Իսկ լինում են դեպքեր, որ չեն տալիս։ Լինում են նաեւ այդպիսի դեպքեր։ Իսկ լինում են այդպիսի դեպքեր, որ հետագայում նորից վերադառնան ավելի մեծ պոլիպ ունենալով, ավելի բարդացած որ հենց 90, ինչպես ես ասացի, 90-ից 95% դեպքերում հենց պոլիպներն են պատճառ լինում, այո, մենք շատ ենք հանդիպում դեպքեր, որ արդեն կա ուռուցք, որը հավանաբար հենց սկսված է եղել պոլիպից։
Եվ ընդհանրապես նշեմ, որ մեր կլինիկայում արդեն 2-3 տարի է կատարվում է կոլորեկտալ սկրինինգային ծրագիր, ըստ որի բնակչության որոշակի հատված 50-ից 75 տարեկան նախապես հանձնելով կղանքը թաքնվածարյան համար, եթե հայտնաբերվում է թաքնվածարյուն, իրենք այդ ծրագրով գալիս են մեզ մոտ կոլոնոսկոպիայի։ Նպատակը հենց այդ վաղ շրջանում հիվանդագին պրոցեսների հայտնաբերումն է, մասնավորապես պոլիպները։ Հայտնաբերում ենք պոլիպներ, հեռացնում ենք նրանք եւ այդ սկրինինգի արդյունավետությունը ձեր պրակտիկայում իսկապես երևում է։ Բնականաբար, եթե հայտնաբերվեց պոլիպ եւ հեռացվեց, արդեն իսկ դա նշանակում է, որ արդյունավետ է անցել մեր հետազոտությունը։ Պացիենտները իրենք են դիմում կամ թե կամայականության սկզբունքով ընտրվում են պացիենտները այդ սկրինինգի եւ հետագայում հետազոտության համար։ Պոլիկլինիկաներում տեղեկացվում են այդ հենց տարիքային խմբի մարդկանց, որ կա այսպիսի ծրագիր եւ իրենք հնարավորություն ունեն պետպատվերի շրջանակներում անցնել այս հետազոտությունը։ Հա, ըստ ցանկության մոտենում են։ Այո։ Եթե իհարկե այդ տեստերը հանձնելուց հետո իրենք կարող են ընդգրկվել այդ ծրագրին։ Բժիշկ Դանիելյան, հաճախ խոսում ենք նաև նրա մասին, որ օրինակ ռենտգեն հետազոտությամբ է հնարավոր գաստրոսկոպիկ հետազոտությունների ծավալը որոշակի առումով ծածկել, MRT հետազոտությամբ արդյոք իսկապես դրանք ծածկում են այս հետազոտությունների շարքը, թե պարզապես մեկը մեկին լրացնող կարող է լինել, թե ուղղակի տեսանելիությունը դաշտի բոլորովին այլ է, գաստրոսկոպիային այլ է, պացիենտ ով խուսափում է գաստրոսկոպիայից կամ կոլոնոսկոպիայից կարող է գնալ այն մյուս հետազոտություններին համարելով, որ ինքը ամբողջական պատկեր ունի իր աղեստամոքսային տրակտում տեղի ունեցողի մասին։ Ես կասեի, որ այդ հետազոտությունները մեկը մյուսին լրացնող են, որովհետև էնդոսկոպիան մեզ հնարավորություն է տալիս տեսնել աղեստամոքսային տրակտը լուսանցքի կողմից, այսինքն լորձաթաղանթի կողմից, այսինքն հաստությունը պատի հաստության շերտի մեջ գտնվող պրոցեսները բնականաբար մենք չենք կարող տեսնել։ Դրան արդեն ցուցված է լինում, ասենք, ԿՏ հետազոտություն կամ MRT հետազոտությունը։ Շատ հաճախ լինում է, որ ասենք հիվանդը ի սկզբանե դիմաց է լինում, ասենք, այդ հետազոտություններին, MRT, ԿՏ կամ ռենտգեն հետազոտություն, նրանք տեսնելով օրինակ պատի հաստացում կասկածելի այդ օջախները արդեն ուղղորդում են գաստրոսկոպիայի կամ կոլոնոսկոպիայի, որպեսզի մենք կարողանանք բացի նրանից, որ տեսնենք, թե ինչ փոփոխություն է, այլ նաև հնարավորություն ունենանք նմուշառու նմուշներ վերցնել, որպեսզի հետագայում նաև կատարենք պաթոհիստոլոգիական քննություն։ Այդ երկու հետազոտությունների դեպքում երկար է տևում հետազոտությունը։ Պացիենտները այդ ձեր նշած տհաճությունն է, հա, ոչ ցավային սինդրոմը երկար են ստիպված հանդուրժել։ Չէ, նախ իրենք անզգայացման տակ են։ Չէ, նկատի ունեմ այն դեպքերը, երբ որ անզգայացումով չեն օրինակ։ Բուն նմուշառումը դա վարքյանների ընդամենը պահանջ է։ Կատարվում է, ասենք, թե 15-20 վայրկյանում, այնպես որ դա առանձնապես բուն հետազոտությունը չի երկարացնի։ Նորագույն թվային տեխնոլոգիաները, շատ հաճախ խոսում ենք, որ թվային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն է, բժշկության մեջ են արդեն, նոր սարքավորումները հենց այդ հնարավորություններով են օժտված, օգնում են իսկապես այդ գործիքները բժշկության մեջ, բժշկին ավելի հնարավորություններ ընձեռելով։ Այո, Սուրբ Գրիգոր Լուսավոր բժշկական կենտրոնում մենք ունենք այդ հնարավորությունը կիրառել հենց արհեստական բանականությամբ սարք, որը մեզ հնարավորություն է տալիս, ավելի ճիշտ ինքը օգնում է բժշկին։ Հենց էնդոսկոպիկին նկատի ունեք։ Էնդոսկոպիկ, այո, օրինակ կոլոնոսկոպիայի ժամանակ ինքը օգնում է պոլիպների հայտնաբերման հարցում, որտեվ մարդկային ֆակտորը այնուամենայնիվ կա, բժիշկը կարող է հոգնած լինել, կարող է պահի տակ, ասենք, ուշադրությունը շեղվի մեկ ուրիշ ինչ-որ ուղղությամբ եւ վարքյանի կամ վարքյանի ինչ-որ մի 100-րդական մասում էնդոսկոպի շարժման ընթացքում բաց թողես, ասենք, պոլիպ, բայց եթե միաժամանակ միացված է մեր սարքին այդ արհեստական բանականությամբ սարքը, ինքը բնականաբար նկատում է մեզ հուշում է եւ ձայնային ազդանշանով եւ հենց էկրանին տեսնում ենք, որ նա նկատել է ինչ-որ պոլիպ։ Բնականաբար դա օգնում է մեր գործին։
Սննդակարգը այս հետազոտություններից առաջ, հետո կա պահանջ ինչպես սնվել կամ ինչ հետագայում չանել, հատկապես եթե օրինակ բացահայտվում են խնդիրներ։ Նախապատրաստվելը դեռ ես նշեցի, թե ասենք որ գաստրոսկոպիայի դեպքում ընդհանրապես բավական է հետազոտման օրը եւ նախորդ օրից հետո հաց չուտել։ Կոլոնոսկոպիայի պարագայում 2-3 օր հետևում են թեթև սննդակարգի հետազոտության հաջորդող արդեն ժամանակահատվածում, եթե պաթոլոգիաներ չենք հայտնաբերել, մարդը շատ կարճ ժամանակ հետո անցնում է իր սովորական կյանքին։ Իսկ եթե արդեն հայտնաբերվել է ինչ-որ խնդիրներ, հիվանդ ուղղորդվում է համապատասխան մասնագետի մոտ եւ մնացած խորհուրդները տալիս է նեղ մասնագետը, գաստրոենտերոլոգ կամ արդեն վիրաբույժ։ Բժիշկ Դանիելյան, իսկ այս հետազոտությունների դեպքում պահանջարկը ինչպիսին է։ Սովորաբար կարծես թե մի տենդենց կա, որ մարդիկ պայմանական օրինակով ասեմ, MRT հետազոտության օրինակ շատ հաճախ են դիմում կամ ԿՏ հետազոտության եւ դիմում են առանց բժշկի ուղղորդման։ Ինքնուրույն որոշում են, որ կա որոշակի հատվածում ցավ եւ գնում են հասկանալու ցավի հետևանքը։ Էնդոսկոպիկ հետազոտությունների դեպքում ինչպես է պարտադիր բժշկի ուղղորդումով տեղ ունենում, թե այլի ինքնուրույն կարող են որոշել, մոտենալ։ Գանգատների դեպքում հաճախ է լինում, որ իրենք հենց անմիջապես դիմում են մեզ, բայց մեծամասամբ իհարկե իրենք գնում են ավելի շուտ նեղ մասնագետների մոտ եւ նրանք արդեն ուղղորդում են մեզ հիվանդներին։ Երկու տարբերակն էլ ընդունելի է։ Նախապես են պայմանավորվում, գրանցվում են, նոր են մոտենում, ինչպես է։ Այո, հիմնականում նախապես զանգի միջոցով մենք հերթագրում ենք կոնկրետ օրերին ներկայանում են, նախ բացատրում ենք, եթե կոլոնոսկոպիայի մասին է խոսքը, բացատրում ենք, թե ինչպես պետք է նախապատրաստեն, եւ արդեն պատրաստ վիճակով գան հետազոտման։ Իսկ վախեր, անհանգստություններ հետազոտությունների հետ կապված ունենում են։ Ունենում են, եթե ներերակային ազգայացումով չի անցկացվելու հետազոտությունը, բայց հաշվի առնելով, որ մեծամասամբ կատարվում է հենց անցկայացումով, նման վախերի հարց չի լինում։ Հիվանդը մեկ ներարկումից քնում է, արթնանում է, հետազոտությունը ավարտված է լինում առանց որևիցե դիսկոմֆորտի։ Շնորհակալ եմ շատ։ Առողջարարի տաղավարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունների ղեկավար Արտյոմ Դանիելյանն էր։ Իսկ մենք զրուցում էինք գաստրոսկոպիայի եւ կոլոնոսկոպիայի մասին, դրանք էնդոսկոպիկ հետազոտություններ են, որոնք ոչ միայն ախտորոշիչ, այլև բուժական նպատակ ունեն, հատկապես աղեստամոքսային աղիների ստամոքսի հետ կապված մի շարք հիվանդությունների բացահայտման գործում։ Այսպիսին էր առողջարարն այս շաբաթ։ Հետևեք մեզ, որ լինեք տեղեկացված եւ պաշտպանված։ Մենք հանդիպում ենք յուրաքանչյուր շաբաթ 21:00-ին։ Ցտեսություն։